Պետական այցելությամբ Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին հետ Ծիծեռնագապերտի հուշահամալիրի մեջ հարկանքի դուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերու հիշադակին։ Ֆրանսիայի նախագահը նաև քրարումը կդարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հյուրերու հուշամատյանի մեջ։ 5 մայիսին սկիզբ առավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցելությունը Հայաստան։ Նախադեсված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահին առանձնազրույցը, որոնք հաջորդե երկու երկիրներու առաջնորդներուն տլայնված գազմով հանդիպում։ Փաստաթուղթերու ստորագրության արարողութենեն հետո Նիկոլ Փաշինյան եւ Էմանուել Մակրոն հանդես կուքան լրատվամիջոցներու համար հայտարարություններով։ Այցելության շրջանակներու մեջ Ֆրանսիայի նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետ պիտի այցելե նաեւ Գյումրի, ուր անոնք պիտի մասնակցին հայ-ֆրանսական բարեկամության նվիրված համերգին։ Նաև Երևանի մեջ սկիզբ առավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ։ Զրույցի սկիզբը վարչապետը ողջունեց հյուրերը Հայաստանի մեջ, նշելով, որ բահը պատմական է, քանի որ տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն առաջին կակատնաժողովը։ Վարչապետը ասավ, որ Հայաստան-Եվրամիություն առաջին կակատնաժողովը կնշանակե, որ երկրորդ կակատնաժողովը կգնգալվի եւ բարձրապես պետք է ադոր համար պայմանավորվի։ 5 մայիսին Եվրոպացի Աստիճան պաշտոնատարներու մասնակցությամբ Երևանի մեջ կգայանա Եվրոպական միություն Հայաստան վեհաժողովը, իսկ Մակրոն պաշտոնական այցելության հանգամանքով պիտի մնա Հայաստան։ 5-6 մայիսին տեղի պիտի ունենա նաև արտաքին գործոստ նախարարության դարեգան Երևանյան երկխոսություն ճիվանագիտական հանդիպումը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն հայտարարած է, որ Հայաստանը կրնատառնալ տարածաշրջանի մեջ արևդրային նոր ուղիներու կենտրոն։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը այս մասին հայտարարեց Երևանի մեջ Հայաստանի Եվրամիության առաջին կակատնաժողովի շրջանակներու մեջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը ընդգծեց, որ Եվրոպայի համար թեպի կենտրոնական Ասիա եւ Կասպից ծով ամենեն գարտ ճամփան Հայաստանով է, սակայն շեշտեց, որ այդ ճամփան պատերազմի պատճառով փակ էր։ Ավելցուց, որ Եվրամիությունը պատրաստ է ավելի սերտացնել Հայաստանի հետ համագործակցությունը ուժանույթի ոլորտեն ներս, ինչպես նաև թվայնացման ուղղությամբ։ Ֆոն դեր Լայեն հիշեցուց, որ Եվրամիության համաշխարհային դարպասներ ռազմավարության շրջանակներու մեջ Հայաստանի մեջ ներդրումներու համար 2.5 միլիարդ եվրո արդեն իսկ նախադեсված է։ Ուկրաինային մինչև Իրան ամբողջ տարածաշրջանը գծնծվի պատերազմերեն, մինչդեռ այստեղ հարավային Կովկասի մեջ այլ պատմություն է, այլ իրավիճակ, ըստ Ֆոն դեր Լայեն հիշեցնելով Եվրամիության ձևավորման օրինակը, երբ նախապես իրարու տշնամի երկիրները արևդրային գաբերու հաստատման միջոցով գրծան բարեկամություն հաստատել եւ խաղաղություն բերել տարածաշրջան։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն Հայաստանի մեջ պետական ընթրիքի ընթացքին ունեցած բաժակաջարի ժամանակ հայտարարեց, որ Ֆրանսիան իր բարդ կհամարեց եւ պիտի շարունակի համարել Հայաստանի գողքին կանգնել առաջնորդվելով արդարության սկզբունքով։ Մակրոն շնորհակալություն հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հնչեցուցած քննադատականներուն համար, անդրադառնալով նաեւ 2022 թվականի աշնան իրադարձություններուն եւ տարածաշրջանի մեջ ստեղծված ծանր իրավիճակին։ Այդ պահուն կգործեմ, որ Ֆրանսիան իր բարդ կգադարեց շատեր Եվրոպայի մեջ եւ այլուր մեզ գնային չհասկնալով, թե ինչու մենք այդքան կսադարենք Հայաստանին, բայց մենք եղանք ձեր կողքին, որովհետև այդ արդար էր, ուղղակի որովհետև արդարը այդ էր, նշեց Ֆրանսիայի նախագահը։ Անընդգծեց, որ Հայաստան պատմության ընթացքին բազմիցս պայքարած է իր ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության համար, եւ այդ պայքարը եղավ արդար։ Ֆրանսիայի նախագահը նաեւ անդրադարձավ հայ-ֆրանսիական հարաբերություններու խոր պատմական արմատներուն, ընդգծելով երկու ժողովուրդներու միջև քաղաքակրթական կապը։ Ելույթի ավարտին Ֆրանսիայի նախագահը առաջարկեց բաժակը բարձրացնել հայ-ֆրանսիական թարավոր բարեկամության եւ երկու երկիրներու համագործակցության հետագազարգացման համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն բարգեւադրվեցավ Հայաստանի Հանրապետության Փարքի շքանշանով, Խաչատուրյան եւ Նիկոլ Փաշինյան բարգեւադրվեցան Ֆրանսիայի Բադվո Լեկիոն մեծ խաչ շքանշանով, դիմադրեցին հայտնեց Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն Եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան կակատնաժողովի արդյունքներով վերաբերյալ լրագրողներուն հետ ճեպազրույցին անդրադարձավ Ադրբեջանի մեջ բահվող հայ քերիներու հարցին, նշելով, որ հարցը պիտի քննարկի Ադրբեջանի նախագահին հետ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին եւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քայա Կալասին հրավիրեց Երևանի Գարմիր գամուրջը դիտելու։ Այս մասին վարչապետ Փաշինյան դերակացուց թիմադեդի իր էջին գիծ ներկայացնելով նաեւ Գարմիր գամուրջի սպոսանքեն դեսանյութում։
Անի պատմական գամուրջի համատեղ վերականգնումը սահմանի բացումեն հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ պիտի ստեղծի Հայաստանի եւ Թուրքիո համար թիմադեդրի էջին գրած է Հայաստան-Թուրքիա հարաբերություններու ղեկավարման գործընթացին մեջ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան Հայաստան եւ Թուրքիա Երևանի մեջ եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ կակատնան ժողովի շրջանակներում մեջ ստորագրեցին Անի գամուրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր Հայրենական մեծ պատերազմի տարած հաղթանակի դոնին արիտով Ռուսաստանը մայիս 8-ին եւ 9-ին հրատատար հայտարարեց հայտնաձեն պաշտպանության նախարարութենեն նշելով, որ Մոսկվան նույնը կգնկալ է նաեւ Կիևեն։ Ռուսական կողմը զսկուշացուցած է, որ Ուկրաինո կողմեն հրատատարի խախտման բարակային Ռուսաստան հրթիռային հզոր հարված պիտի հասցնե Կիևի կենտրոնին։ Մոսկվայի մեջ 9 մայիսին շքերթը պիտի գայնը առանց ռազմական սարքերու։ Մինչ Ուկրաինո նախագահ Զելենսկի իր հերթին լրության թռություն հայտարարեց մայիս 6-ի գիշերը այսպասին գրած է X-ի հարթագին Հորմուզի նեղուցին իրադարձությունները հստակ ցույց տված են, որ քաղաքական ճգնաժամը ռազմական լուծում չունի, հայտարարած է Իրանի արտաքին գործոստնախարար Աբբաս Արաքչի։ X-ի գրառման մեջ Արաքչի նաև նշած է, որ Պակիստանի միջնորդությամբ Ամերիկայի հետ բանակցությունները կշարունակվին։ Ամերիկան պետք է զսկուշ լա, որ չարամիտներու կողմեն գրգին չներքաշվի ջահիջի մեջ։ Նույնը նաև պետք է նե Արաբական Միացյալ Էմիրությունները ազատություն նախագիծը փագուղի նախագիծ է ըսած է Թիվանակետը։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած էր ազատություն նախագիծ գործողությունը մեկնարկելու մասին, որուն շրջանակներում մեջ ամերիկյան ուժերը պետք է Հորմուզի նեղուցեն, ուղեկցեին եւ դուրս բերեին այնտեղ արգելափակված արևդրային նավերը։ Իրան հայտարարած էր, որ որևէ նավ, որը նեղուցը պիտի անցնի առանց իր արտոնության, հարվածի տակ պիտի հայտնվի։ Այս հայտարարություններն հետո ըստ Reuters-ի Ամերիկան եւ Իրանը նոր հարվածներ փոխանակած են Բարսից մեջ։ Հորմուզի նեղուցին մեջ արգելափակված քանի նավ հայտնած է բայթումներու եւ հրթիռներու մասին։ Ամերիկան հայտարարեց, որ ոչնչացուցած է 6 փոքր ռազմական նավակ Իրան հերքած է այս լուրը։ Իր հերթին Իրան հրթիռներով հարվածած է Արաբական Միացյալ Էմիրություններու կարյուղի նավահանգիստներեն մեկը, ուր կգտնվի ամերիկյան խոշոր ռազմագայան։ Նավահանգիստի մեջ հրթիռ բռնկած է։ Ցեզիադեր Անի Զեյթունցյանը